Պատանից որ նայեք կտեսնեք թե վերջին փոփոխությունը ինչի է հանգեցրել երթևեկության վերաբերյալ։ Ուրեմն տեսեք, նախ եւ առաջ աշխարհի բոլոր քաղաքներում չկա որևէ քաղաք, որ սկզբունքը հետեւյալը չլինի, որ հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Եվ այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը ովքեր օգտվում են տրանսպորտից, իրենք ավելի արագ հասնեն, քան մեքենաներով մարդիկ այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում եւ ամբողջ տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության մեջ դա շատ նորմալ է, երբ որ ավտոբուսների համար առանձնացված գիծ լինի եւ այլ մեքենաների համար, որ ոչ մեջտեղի գիծ։ Եվ օրինակ նոր ես այստեղ գալուց ներողություն ֆիքսեցի, թե ինչպես է ավտոբուսի համար նախատեսված գծով, ավտոբուսը չի երթևեկում, այլ գնում այն գծով, որը նախատեսված է մարդատար մյուս մեքենաների համար, բայց եւ այն գիծը, որը հենց ավտոբուս հենց այստեղ կարող է ցույց տալ։ Հարցը նաև այն է, որ մի քիչ այն կողմ կանգառ կա, որի համար հանրային տրանսպորտը պիտի այդ երկրորդ գծից վերադասավորվի, հիմա մեկ չէ շատ էին, մենակ ես մեկը չի, բայց եթե հարց եք բարձրաձայնում, կարող է հենց այդ ավտոբուսի վարորդի Եթե խնդիրը է, որ բոլոր լրագրողները ֆիքսել են, նշանակում է, որ տարբեր ավտոբուսների, այսինքն ամբողջ ավտոբուսային համակարգը։ Տեսեք, մենք նաև եթե նկատել եք, երեք էր կարծեմ, մենք հայտարարություն ենք արել, որ այսինքն մենք որոշակի վերանայումներ պետք է անենք, հաշվի առնելով ստեղծված, խնդիրները, որ օրինակ խցանումները շատ է լինում, որոշ վերանայումներ կանենք, բայց իմ եւ մեր համոզմունքն է, որ պետք է հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը լինեն, դա նաև շատ հեռու պետք չի գնալ մեր հարևան Թբիլիսի օրինակով։ Մի տրամաբանական հարց կներես Փայլակյան։ Լայն են, վստահ եմ այնտեղ եղել ունեն։ Մի տրամաբանական պարոն Փամբուկյան, բարեփոխումը փոփոխությունը նրան պետք է միտված լինի, որ դեպի լավը գնա, չէ։ Հիմա եթե եղածից ավելի վատ է, դրա ի՞նչն է բարեփոխում, ինչու եք այդպես անում։ Գուցե վերադառնանք նորից հինի։ Ես նոր նշեցի։ Եթե հիմա արցախների շրջանում է, այսպես պատկերացնում եմ սեպտեմբերից Դե այդ ամբողջը հաշվի առնելով նշեցի դրա համար նշեցի, այս ամբողջը հաշվի առնելով հիմա մենք առանձնացրեցինք այս ծրագրի, այսինքն կատարած հետազոտությունների, բայց կհետևենք թե ինչ տեղի կունենա եւ որոշ վերանայումներ իհարկե կլինեն։ Լավ, ուղղակի չեք պատասխանում են։ Ընդհանուր առմամբ միջանձնային հարցեր է եղել, ավելի չեմ կարող ասել, չեմ կարող պնդել, որ ծեծ տեղի ունեցել է։ Կնայեք, ո՞նց եղավ պարոն Փամբուկյան, որ Տիգրան Տեր-Մարկարյանը ուղիղ եթերում ծեծեց, բոլորս տեսանք, ընդ որ ինքը եւ իր խմբի անդամները։ Իսկ այ ձեր ԿՊԱ-ական թիմակիցը չգիտենք էլ մամուլին հավատալով ենք այդպես ասում, որ ծեծել է, տեսախցիկների առաջ եղել փաստը չկա գոնե առերևույթ, բայց նրանք կալանավորեցին, իսկ Տեր-Մարկարյանը կալանավորված չեն։ Այնտեղ նույնպես քրեական գործ կա հարուցված, վստահ եմ, որ իրավապահ մարմինները իրենք դեպքերը կարող են առանձին մոտենալ դեպքերին եւ մի դեպքում որոշում կայացվի, որ պետք է գնալ կալանքի, մյուս դեպքում չգնալ, որովհետեւ այնտեղ նաեւ շատ են եւ հակառակ կողմի վրա նույնպես կա քրեական գործ։ Դուք որպես դեմոկրատական իշխանության ներկայացուցիչ ո՞նց եք այդ ամեն ինչը գնահատում։ Մենք տարբեր հարցեր քննարկում ենք։ Ձեզ ավելի վաղ հայտնի չէր դարձել, որ Ռազմիկ Մկրտչյանը թաղապետարանում ծեծել է աշխատակցի, դրան արդեն իսկ հետո նոր հաջորդել է Տիգրան Տեր-Մարկարյանի ծեծը։ Ընդ որում մի քանի հոգով։ Նման ինֆորմացիա չենք քննարկել վարչության նիստի եւ Պարոն Փամբուկյան, ամեն դեպքում արդարադատության տեսանկյունից տարօրինակ չի ձեզ համար, որպես քաղաքացի նայեք էլ այդ աչքով նայեք, որ միշտ պայքարել եք արդարության համար։ Տարօրինակ չի, որ ակնհայտ ծեծի դեպքով այդ մարդը կալանավորված չի, իսկ այն ինչ որ ուղղակի ինչ որ մեկը գնացել ցուցմունք հա տվել, այդ մարդուն կալանավորել։ Տեսեք, իմ աչքով նայելը մեկ այլ հարց է, իրավական գնահատականը մեկ այլ հարց է։ Այո, դուք ինչպես նշեցիք, քանի դեռ դատարանով չկա դատավճիռ, ներկապային բոլոր անձիկ իրենց մեղքապացուցիչ է, այսինքն ներկապահին բոլորը այդտեղ Ռազմիկ Մկրտչյանը անմեղ է։ Անգամ ուղիղ եթերով ծեծի ժամանակ, երբ որ բոլորը ուղիղ եթերով տեսել են որևէ արարք, քանի դեռ դատարանի համապատասխան դատավճիռ չկա, այդ մարդիկ անմեղ են բոլորը։ Քննարկել եք ինչ եզրահանգումների եկեք
Ես առհասարակ ԿՊՆ-ի քննարկումները չեմ հրապարակում, որովհետեւ հարցի չեմ Կարող է դատարանները փոխեք նորից։ Գաղտնի են այնքանով որքանով, որ մեր փակ նիստն է, ԿՊ վարչության անդամներն են այդտեղ մասնակցում եւ ես նպատակարար չեմ գտնում այդ նիստից որևէ նախադասություն։ Պարոն Փամոկյան, իսկ բացատրեք նաեւ այն դիսոնանսը, որ օրինակ ընդդիմադիրները մատով կպտում են որևէ մեկին, հաջորդ օրը միանգամից կալանավորվում են, կարող եմ թվել այդպես հերթով։ Օրինակ Լևոն Քոչարյանի օգնականի դեպքը, Արթուր Սուքոյանի, Լևոն Քոչարյանի դեպքը, որ չէ ծեծել հակառակը 5-6 հոգով իրեն էին բռնության ենթարկել, հետո մի հոգու ցուցմունքի վրա հիմա դատումը նաեւ հասցրեց նստել։ Լևոն Քոչարյանը դատարան երկու օր առաջ դատական նիստ էր թե 3։ Դրանից առաջ էլի 3։ Դրանից առաջ հասցրեց մի որոշ ժամանակ կալանքի տակ անցկացնել։ Իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը, որը որ ակնհայտ ծեծում է, մենք տեսնում ենք որ բռնություններով ծեծում է, Արթուր Չախոյանի աչքի տակ կապտում է մնացած տեղերը հեծվածներ կա, այդ մարդը ազատության մեջ է։ Ձեր թիմակիցը նստած է։ Նոր պատասխանեցի։ Ես նոր պատասխանեցի, որ աշխարհը առհասարակ անհատար։ Իսկ դրա իշխանությունն ու ձեր արդարադատությունը մեր իշխանությունը փորձում է ապահովել արդարություն եւ արդարադատություն։ Ոնց որ չի ստացվում։ Ասում եք դուք երևի ուղղաթիռով եք գալիս եւ չեք մտնում այդ խցանումների մեջ, դրա համար էլ ձեր մաշկիրա չեք զգում, թե ինչ ժող չեք տալիս։ Անտեղի հումորներ են, որովհետեւ ես կամ մեքենայով եմ գալիս, կամ ոտքով եմ գալիս, ամեն ինչն տեսնում եք, այնպես չի որ կույր ենք, հարգելի գործընկերներ, մենք ազգ չենք տեսնում, սպասում ենք, որ դուք գաք մեզ հուշեք։ Ես նշեցի, այսինքն մենք նախապես հայտարարություն ենք արել, տեսնելով այդ ամենը, նախապես ենք 3 հայտարարություն արել, որ չի բացառվում, որ որոշ վերանայումներ տեղի ունենան, քանի որ այո, մենք էլ ենք տեսնում, որ կա խցանում։ Դուք միանալու եք Նիկոլ Փաշինյանի գլխավոր այդ խմբին միանալու եք եկեղեցին Բեհարանը ազատելու։ Ես առհասարակ քաղաքական թմի վարչության անդամ եմ եւ բոլոր քաղաքական նախաձեռնություններին միանալու եմ։ Հարցնենք որ Բեհարանը պետք է մնա վեհին, վեհապարն էլ ազատվի։ Ինչպես։ Վեհապարը պետք է հեռանա, հա, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Մենք հարցադրում ենք արել, ունի երեխա թե ոչ, այդ հարցին պատասխան չենք ստացել եւ այդտեղից կարող ենք ենթադրել, որ այո, ունի, հերքում չենք ստացել եւ ըստ կանոնագրքի նա իրավունք չունի։ Իհարկե Տեր Աստված չենք, գիրք կա գրած, կանոնագիրք կա եկեղեցու եւ նա է որոշում։ Այսինքն ինչ եք մեզ տարանջատում, առհասարակ ինչ եք մարդկանց մեզ ընդհանրապես տարանջատում եկեղեցու։ Որովհետեւ իշխանությունը եկեղեցուց պետք է տարանջատված լինի, դա համնադրությունն է տարանջատում։ Այո, բայց նաեւ կա այնտեղ կանոնագիրք, ըստ որի գործում է եւ Լավ, մի հատ ձեզ sense հարց տամ, էլի, հարգելի գործընկերներ, ես որպես ավականու անդամ իրավունք չունեմ լինեմ երկքաղաքացի կամ գրանցման պահին պետքա վերջին 6 ամսում լինեմ Երևանի գրանցում ունենամ։ Հիմա եթե օրերից մի օր պարզվի, որ ես երկքաղաքացի եմ եւ կամ այդ ժամանակ 23 թվականին որ գրանցվել եմ որպես Երևանի ավականու անդամ, չեմ ունեցել 6 ամսվա գրանցում Երևանում։ Ձեր արձագանքը ինչպեսին կլինի, այսինքն ես պետք է այդ պահից սկսած դադարեմ, ճիշտ է։ Հա, այո, օրենքը զբաղվի։ Հիմա այո, դեռ համար էլ ասում եք, որ զբաղվեն, թող զբաղվեն։ Ասել եք թող զբաղվեն։ Թող զբաղվեն։ Սպասում եք, որ եկեղեցու վերաբերյալ այսպես սրտառունչ հայտարարություններ անել։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու հավատավոր զավակ է հայ առաքելական եկեղեցու, բայց դուք մոռանում եք, թե քանի եկեղեցի եք թողել Արցախում։ Դա է ձեր տեսեք էլի այդ հին խոսակցությունները արդեն ինձ թվում է ակտուալ չեն, շատ ակտուալ չեն, որովհետև մենք չենք թողել։ Եվ այդ մասին մենք այդ մասին խոսել ենք 1000 անգամ խոսել ենք եւ այստեղ հիմա այդ որ թողել եք, չգիտեմ ինչ եք արել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ձեր ծրագրում եղել է, չէ՞, Արցախի մասին։ Հիմա ձեզ մեղադրում են, ասում են, եթե դուք խախտել եք, կառավարությունը խախտել է, դուք եւս պետք է հեռանաք։ Ինչու՞ է։ Այդ մասին դա ազգային ժողովում քննարկվել է այդ հարցը եւ տվյալ հարցը մենք ապացուցում ենք, որ մենք չենք խախտել մեր բանը։ Ով է Արցախը